Հայաստանում հայտարարվում է բարձր տեխնոլոգիական նոր դարաշրջանի մասին՝ մոնետիզացիա, արհեստական բանականություն, միլիարդավոր ներդրումներ։ Սա իրական բեկում է, թե հերթական սպասումներից մեկը։ Քննարկում ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես նախ խոսենք երկար սպասված հնարավորության մասին, որ ընձեռում է YouTube-ը։ Մի քանի ամսից մեզ մոտ մոնետիզացիան կբացվի, կսկսի աշխատել, սա ինչ հնարավորություն է ընձեռելու Հայաստանին։ Տեսեք, լրատվամիջոցների համար, օրինակ Կենտրոն TV-ի համար, բլոգերների, պոդքասթների համար դա շատ լավ է, որովհետև YouTube-ը դա գովազդային հարթակ մեծ հաշվով եւ երբ որ գովազդատուները տեղադրում են գովազդ ու այդ տեսանյութը գովազդային ցուցադրվում է ձեր տեսանյութի դիտման ընթացքում, այդ դրա եկամուտը Google-ը կիսում է, կես իրան է վերցնում, կես տալիս է այդ տեսանյութի ստեղծողին։ Իսկ Հայաստանն ինչ է շահում։ Շահում է այն, որ օրինակ լրատվամիջոցները ստանում են ավելի շատ ֆինանսական անկախության գործիք։ Այսինքն եթե դուք ունեք այդպես միլիոնավոր դիտումներ օրինակ YouTube-ում, դուք ոչ վատ գումարներ կարող եք ստանալ, իսկ Հայաստանում լրատվամիջոցների համար գումար հայտարարելը միշտ խնդիր է եղել, շուկան փոքր է։ Նաև ռելոկանտների համար ինքը հնարավորություններ է ստեղծում։ Բնականաբար, հատկապես որ Ռուսաստանում մոնետիզացիան անջատվել է, իրանք եկել են երկիր, որտեղ միանում է, վատ չի։ Հասարակ օգտատերերի համար իհարկե իրավիճակը վատ թարանալու է, որովհետև մոնետիզացիան օթից չի գալիս, դա նշանակում է, որ YouTube-ը թույլատրելու է Հայաստանի դիտողի վրա տեղադրել գովազդ։ Այդ նշանակում է, որ հիմա դուք նյարդանալու գովազդ եք տեսնելու։ Ինչու էր ուշացվում այս գործընթացը, ինչն էր խանգարում։ Տեսեք, իրականում հարց է, որի ամբողջական պատասխանը ոչ միայն ես չունեմ, ինձ գծում է ոչ ոք չունի, որովհետև Google-ը տենց ինչ-որ կամուկացեր էր անում, հա, ով չգիտի, YouTube-ը Google-ինն է։ Իրականում այնտեղ կար տեխնիկական շատ պարզ մի խնդիր։ YouTube-ում գովազդը դերվում է այդպես կոչված կոնտեքստային գովազդ, այսինքն ես օրինակ ենթադրենք բանեմ սուրճ վաճառող ընկերություն եւ իմ սուրճը ուզում եմ տեղադրել դրա գովազդը YouTube-ում ես կարող եմ այնպես անել որ օրինակ այդ գովազդը ցուցադրվի այն տեսանյութերում որտեղ այդ թեման կա այսինքն դրանով հետաքրքրվող մարդիկ են նայում հա թիրախավորեմ որ բոլորին ցույց չտամ այլ խնայելով իմ գումարները ցույց տամ հենց թիրախային խմբերին Դրա համար YouTube-ը պետք է իմանա ինչի մասին է ձեր տեսանյութը, որ ըստ այդմ է տեղել առաջարկի դրան համապատասխան գովազդ։ Ու հաշվի առնելով քանակը տեսանյութերի, որոնք տեղադրվում են, դա հնարավոր չի անել մարդկային ռեսուրսով, դրա համար աշխատում է արհեստական բանականություն, որը նայում է տեսանյութը, կազմում է կարծիք ինչի մասին է այդ տեսանյութը, բացի դրանից, կազմում է կարծիք որ այնտեղ չկա վատ բաներ ռասիզմ, то есть գիտեք, այսինքն դաժան ինչ որ դաժան կադրը հələ կարող է երևա, բայց խոսակցական տեսանկյունից, հա։ Դրա համար պետք է որ արհեստական բանականությունը հասկանա կոնկրետ լեզուն։ Հայերենը մինչև վերջերս YouTube-ում չէին հասկանում։ Դա նաև վիզուալ էր երևում, օրինակ, երբ որ դուք հեռախոսից եք նայում YouTube-ը, ինքը եթե անգլերեն կամ ռուսերեն, տակից ավտոմատ տեքստը գեներացնում է։ Դուք կարող եք օրինակ ձայնը չմիացնել, բայց կարդալ։ Հայերենը չկար։ Այս վերջերս երևի շատերը նկատել են, որ հայերենի տակ սկսել է հայտնվել։ Դա արդեն նշանակում է, որ Google-ը սկսել է հասկանալ հայերենի խոսակցությունները, ու դա ստեղծեց հիմք նրան, որ մոնետիզացիան միացվի։ Հայաստանը քանի որ փոքր շուկա էր, հայերեն լեզուն էլ մեր լեզուն բարթային առումով որ չունի մոտիկ լեզուներ, հա, մեր ունիկալ ճյուղա, ու բնականաբար Google-ը կարծում եմ չէր ուզում առանձնապես ռեսուրս ծախսել իր արհեստական բանականությունը կրթելու հայերենի ուղղությամբ, որովհետև ինչ որ մեծ ակնկալիքներ Հայաստանից չուներ գովազդի տեսանկյունից։ Հիմա նայ կարծում եմ այն փաստը, որ
հայկական տնտեսությունը ինչ որ աճ է տեսել, գովազդային բյուջեները աճում են եւ այլն։ Պլյուս նաև հայ ամերիկյան պայմանավորվածությունը կարող է ազդել։ Միանշանակ, ոչ թե կարող է, ես գիտեմ, որ ազդել է նաև, որովհետեւ նախարարությունները Հայաստանից անընդհատ Google-ին փորձում էին դրան դրթել, բայց իրանք տենց Հայաստանը դիտարկվում էր տենց Ամերիկայի համար ինչ որ տենց ոչ շահեկան, նույնիսկ վտանգավոր գոտի, ինչ որ առումով շատ པարզ պատճառներով, հա, հայ-ռուսական հարաբերությունների չափից շատ սերտացվածությունը, դա շատ IT պրոյեկտներին խոչընդոտում էր, որովհետև ամերիկացիք վախ ունեին, որ այստեղից իրենց օրինակ եթե Google-ից դուրս գանք, ինչ որ տեխնոլոգիաների ներմուծումը, իրանք ունեցել են միշտ վախ, որ այստեղից արտահոսք կարող է գնալ դեպի Ռուսաստան։ Խոսենք մեր երկրում արհեստական բանականության գործարան հիմնելու այդ գործընթացի մասին։ Ըստ էության դա տվյալների բազա է, եթե չեմ սխալվում։ Դուք հիմա կբացատրեք ավելի հասկանալի լեզվով։ Իրականում սա հեղափոխական ձեռքբերում է, թե մենք ավելի կախյալ ինչ-որ պետություն ենք դառնալու, որպես հումքի մատակարար, այսպես ասած։ Այսինքն տվյալներ ենք հաղորդում եւ այդ հումքը մատակարարում ենք ինչ-որ մի երրորդ երկրի։ Դե մեծ հաշվով կամայական պրոյեկտ դու կարող ես նենց իրականացնել, որ դառնաց երկրորդական ինչ-որ Չ-կլասի Bolt այդ պրոյեկտում, կամ կարող ես ինչ-որ լուրջ դիրքի, այս եթե գլոբալ խոսանք։ Նա եթե խոսանք այս պրոյեկտի մասին, եկեք փորձեմ բացատրել։ Արհեստական բանականությունը, որպես այդպիսին, դա ինչ-որ թվային տեխնոլոգիա է։ Բայց այդ թվային տեխնոլոգիան հիմնված է մի քանի ոնց որ ռեսուրսի վրա, հումքի։ Մեկը դա տվյալներն են, արհեստական բանականությունը կարող է զարգանալ մենակ երբ որ կա ահռելի քանակի տվյալ։ Դրա համար դա հիմա է սկսել զարգանալ մեծ հաշվով, որովհետև մարդկությունը թվայնացված շատ մեծ քանակի տվյալ է կուտակել, որը կարելի է արդեն դնել մշակել։ Երկրորդը դա ժարգոնով ասած ժեշտն է։ Այսինքն այն սարքավորումները, որոնք պետք է դա աշխատացնեն։ Դա չիպերն են, որը Այսինքն մեխանիզմը ինչով որ աշխատում է։ Հա, այսինքն պրիմիտիվ ասած համակարգիչ, որի վրա այդ ծրագիրը պետք է աշխատի։ Արհեստական բանականությունը աշխատում է չիպերի վրա, որի աշխարհի ամենամեծ արտադրողը Nvidia-ն է, ու բախտներս բերել է, որ Nvidia-ի փոխ նախագահը հայ է։ Որ հասկանաք Nvidia-ն այս պահին աշխարհի ամենաթանկ ընկերությունն է, ամենախոշոր, որովհետև աշխարհը կախվյալ է Nvidia-ից։ Ընդ որում ոչ միայն արհեստական բանականության, օրինակ կրիպտո արժույթներն էլի մայնինգն էլ է, էլի Nvidia-ն նաև ներգրաված, մենակ Nvidia-ն չի, բայց երրորդը դա էլեկտրականությունն է։ Այսօր արհեստական բանականությունը գնալով ավելի շատ էլեկտրականություն է ծախսում։ Այսինքն դուք պետք է հասկանաք, որ պրոյեկտները, երբ որ արհեստական բանականության մասին խոսում են, արդեն խոսակցությունը գնում է ոնց որ մեգավատ, գիգավատների, այսինքն այնտեղի չափման միավորը դարձել է էլեկտրականությունը։ Հիմա էլեկտրականության տեսանկյունից Հայաստանը ռեգիոնում շահեկան է վիճակում, որտեղ ունի ատոմակայան։ Որտեղ արտադրում է էներգիա։ Այո։ Արտադրում է կայուն էլեկտրաէներգիա։ Այո։ Եվ կարծում եմ, եթե մենք չունենայինք ատոմակայանը, կարող է այդ մի ուրիշ տեղ գնար։ Ու այստեղ էլի ատոմակայանի թեման էլի Ամերիկայի հետ սա նույնպես կարելի է տեսանկյունից դիտարկել։ Ոչ միայն Ռուսաստանի դեմ աշխատանքը։ Հետաքրքիր է ինչու Թուրքիայի հետ Միացյալ Նահանգները այդ կապերը չստեղծեց եւ այնտեղ չհիմնեց գործարանը, այլ որոշեց Հայաստանում հիմնել։ Իրականում հարցը շատ աշխարհաքաղաքական է, որ պատկերացնեք, Nvidia-ի չիպերը, հիմա Nvidia-ն մեծ չիպեր է տալիս։ Սկզբից այդ չիպերի քանակը մեկն էր եւ խոսակցությունը գնում էր 500 միլիոնանոց դատա կենտրոնի,
Վենսի այցից բարձ դարձավ, որ ավելացել է 4 միլիարդի։ Այստեղ շատ կարևոր մի նյուանս պետք է ասեմ, Nvidia-ի չիպերը Ամերիկայում դիտարկվում են որպես ռազմավարական արտադրանք, դրանց արտահանումը ադմինիստրացիան է թույլ տալիս։ Այսինքն Թուրքիան եթե նույնիսկ կառուցի աշխարհի ամենամեծ ատոմակայանը կողքը դնի դատա կենտրոն, դա բացարձակ չի նշանակում, որ ամերիկյան նախագահական ադմինիստրացիան թույլ կտա չիպերի արտահանում։ Ու այդ տեսանկյունից իհարկե բավականին աննախադեպ է, որ Հայաստանին սկզբից առաջին փուլով թույլ տվեցին, հետո երկրորդ փուլը մեծացրեցին, խոսքը գնում է 50,000 չիպերի մասին, որ պատկերացնեք Սաուդյան Արաբիան մոտավորապես համարժեք պրոյեկտ է փորձում անել, էլի, այսինքն այդ տեսանկյունից սա ոչ միայն գնային տեսանկյունից է կարևոր, այլ նաև որ քաղաքական որոշում կա, որ սա այդտեղ կառուցվում է։ Ուրիշ հարց, հետո կառուցվելուց հետո սա ինչ է անելու։ Այո, գլխավոր հարցը։ Այո, հարցը հետևյալն է։ Այդ դատա կենտրոնը աշխատացնելու է արհեստական բանականության հետ կապված պրոյեկտներ։ Ու փաստացի սա Հայաստանը ուզիել այդ ողջ ռեսուրսը չի օգտագործի։ Այսինքն ենթադրում եմ, որ Հայաստանին հասնելու է 1-2-3% այդ հզորությունների, որտեղ մենք չունենք էլ տենց այս պահին։ Իսկ հայտնի է ինչ տվյալներ են դրանք գեներացվելու։ Իրականում կարծում եմ սցենարը լինելու է ասենց, ինչ որ խոշոր ընկերություններ ամենայն հավանականությամբ ոչ չինական, որտեղ Ամերիկան այդ հարցում շատ նրբանկատ է, մեղմ ասած նրբանկատ է, իրենք ոնց որ վարձելու են հզորությունները, որ աշխատացնեն նույն կարող է ChatGPT-ին այստեղ գա ինչ որ մի հատված վերցնի, որովհետև նաև խոշոր ընկերությունները փորձում են աշխարհագրորեն ցրել իրենց այդ մշակման տվյալների մշակման կենտրոնները, որ մոտիկ տեղերից դիմեն, դա արագությունն է ստեղծում, պլյուս միակենտրոն չլինի նաև ինֆորմացիա։ Միակենտրոն չլինի, պլյուս Հայաստանում բնականաբար այդ գործիքակազմը ավելի էժան է լինելու։ Իսկ մենք աշխատուժի խնդիր չունենք, մասնագետները շատ են մեզ մոտ։ Բավարարելու է արդյոք։ Տեսեք, այդ դատա կենտրոնում մասնագետները հիմնականում ոնց որ սպասարկող բաներ են լինելու, զուտ եթե ինչ-որ սպეციფიկ պրոյեկտ հետո չսկսվի, մենք տեսեք, այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ ինչ-որ բազմակայլ բան է, հա, հայտարարում է 500 միլիոնի, հետո մեկ էլ կտրուկ ներդրումը աճում է։ Հիմա OpenAI-ը, ով ChatGPT արտադրողն է, կամ Apple-ը ինչ-որ բաներ են խոսում, որ իրանք Հայաստանի հետ ուզում են ինչ-որ պրոյեկտներ անել ու դա կարող է սրա հետ կապակցված լինի։ Մեծ հաշվով մենք պետք է հասկանանք, որ սա ծրագիր է, որը ավելի շուտ ոնց որ Հայաստանը արտահանում է գործիքի ծառայություն, գործիքակազմ AI արհեստական մանրականության համար։ Երկրորդը, քանի որ կառավարությունն էլ է ոնց որ փայ մտած Աստաբաժին պրոյեկտի մեջ եւ զուգահեռ կա ծրագիր հայկական ստարտափները, այսինքն IT ընկերությունները, որոնք արհեստական մանրականության կիրառմամբ ուզում են ինչ-որ պրոյեկտներ անել, դրանց տրամադրել գործիքակազմ, այստեղ իհարկե կարծում եմ ստեղծվելու է ինչ-որ լավ միջավայր, որ ավելի էժան մատչելի ձևով մեր ընկերությունները կարողանան օգտագործել այդ ռեսուրսը։ Հիմա շարքային քաղաքացին ինչպես է զգալու այդ գործարանի կառուցման առավելությունը, հետևանքները, ազդեցությունը։ Շարքային քաղաքացին սկզբից ոչ մի բան չի զգա, իրականում կզգան ինչ-որ ոլորտային ժողովուրդ, որոնք կարողանան այդտեղ իրանց ինչ-որ պրոյեկտներ առաջ բերել, որը երկրորդական ֆինանսական ազդեցություն կունենա ընդհանուր շուկայի վրա, հա։ Իսկ ավելի ռազմավարական սա ոնց որ հիմք է ստեղծում, որպեսզի Հայաստանը բարձր տեխնոլոգիական քարտեզում իրան ինչ որ դիրքավորի։
Այսօրվա դրությամբ մենք իհարկե ունենք լուրջ ընկերություններ եւ այլն, բայց մեկը այն հիմնական մի քանի երկիրը, որ այս ոլորտում աճում են, այնքան արագ են զարգանում, որ մենք շատ հետ ենք մնում, ոչ միայն մենք։ Այստեղ ինչ որ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նաև բարձր տեխնոլոգիական աշխատուժի համ ստեղծման, կրթման հարց առաջանա, համ պահպանման։ Իրականում մենք ունենք նաև խնդիր, որ մարդիկ հասնում են ինչ-որ վիճակի, մակարդակի, հետո չեն գտնում այստեղ իրենց ուժը կիրառելու հնարավորություն, դա շատ ոլորտներում է։ Ու ստիպված են լինում երկրից գնալ։ Իսկ ինչու չեն հայտարարում, թե ինչ տվյալներ են դրանք լինելու եւ այդ գործարանը ինչ տվյալներ է գեներացնելու։ Չեն կարող հայտարարել, որովհետեւ դա ընդհանրապես գործարանա, որը առաջարկելու է աշխարհին գալ, օգտվել հնարավորությունից։ Ոնց որ ի վնաս մեզ կարող է լինել դա, թե բացառում եք։ Չեմ բացառում, բայց իմաստը որն է։ Տեսեք, սա ոնց որ դու պահեստ բացես մեծ ու ասես եկեք օգտվեք։ Դու չես կարող նախորդ ասել, թե ինչից են օգտվելու։ Ի վնաս մեզը, ես ես հավաստիացնում եմ, որ ի վնաս մեզ բազմաթիվ տվյալների մշակումներ արվում են, ու դրա համար բացարձակ պետք չի դա անել Հայաստանում, որ հանկարծ հայերը մեկ էլ դրա մասին իմանան։ 1000 մի տեղ կա դա անելու։ Եթե վերջում անկեղծ հարց, մենք իրոք պատրաստ ենք տեխնոլոգիական այդ հեղափոխությանը, թե պարզապես ուզում ենք, որ հաճախ այդ բառը օգտագործենք։ Փաստացի մենք որպես երկիր չենք ստեղծում այն իրավիճակը, որտեղ բարձր տեխնոլոգիաները կարող են պայթունային աճ ունենալ, որտեղ շատ բարձ բան ասեմ, ոչ մի երկիր այդ ոլորտը զարգացնելով հույս չի դնում մենակ տեղացիների վրա։ Մենք չպետք է պատկերացնենք հայկական բարձր տեխնոլոգիաները, որ մենակ հայեր պետք է լինեն, հասկանում եք։ Դու պետք է այնպիսի միջավայր ստեղծես, որ դրսից մարդիկ ուզենան գալ։ Հիմա քիչ թե շատ ինչ որ տենց բաներ կատարվում են, բայց դա ստաբիլիզացված վիճակ չի։ Մեկ էլ մի բան փոխվում են, այդ նույն մասան գնում է Վրաստան, կամ գնում է Դուբայ, հա։ Այսինքն դա նշանակում է, որ մենք չունենք դեռ ստաբիլ բարձր տեխնոլոգիական երկիր։ Մենք ունենք համայնք, որը փորձում է դա անել, շատ մեծ ջանքեր են գործադրվում, որ այդ ամեն ինչը մնաց տեղ։ Շատ ընկերություններ կան, որ կարող է հելնեին գնային ու ավելի հանգիստ ապրեին ու աշխատեին նույն Դուբայում, բայց մնում են այստեղ պայքարում են եւ այլն, ու շնորհիվ իրենց ինչ որ բան քիչ-քիչ փոխվում է, բայց ամեն դեպքում սա շանս է ըստ էության հասարակության նաեւ գիտակցությունը բարձրացնելու, հասկանալու բարձր տեխնոլոգիան նշանակությունը բարձր տեխնոլոգիայի եւ մեր կյանքում դրա կարեւորությունը։ Այո, բայց դա նշանակում է, որ նաեւ օրինակ դու պետք է բուհական համակարգ լրիվ կրթական համակարգ անես, հա, բայց միտեղ զարգանում է, մյուստեղ նավթալինի հոտ է գալիս, տենց չպետք է լինի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ցտեսություն։